Դու ամենից շատ անմահություն ես երազում, կարդալու համար։ Լռություն, պահը բանինն է։ Գրադարանում Արամ Պաչյանի հետ։ Ամեն երկուշաբթի և ուրբաթ մեր եթերում։ Բարև ձեզ, եթերում գրադարանում Արամ Պաչյանի հետ հաղորդաշարն է։ Այսօր ես ընտրել եմ հայ ժամանակակից բանաստեղծ Մարինե Պետրոսյանի վերջերս լույս տեսած «Սալատ կրակոցներով» գիրքը։ Ես չեմ ներկայացնի գիրքը և չեմ խոսի բանաստեղծությունների մասին, ուղղակի կընթերցեմ իմ ընտրած ստեղծագործությունները, իսկ նրանցից լավ ոչ ոք չի կարող իսկական խոսք ասել։ Երկար դադարից հետո ես նորից նստեցի բանաստեղծություն գրելու, և տխուրն է, որ այս դադարը երևի շարունակվեր երկար, եթե իմ կյանքում աղետ չպատահեր, որովհետև թվում էր անհետացել է տեղը, որ իմաստ էր տալիս բանաստեղծություն գրելուն, տեղը, տարածքը, տարածությունը, որ կար, հաստատ կար, ու հիմա ոնց որ թե չկա, բայց չկա, թե տեղաշարժվել է ուրիշ տեղ։ Էս է հարցը, որի պատասխանը ես շուտով կստանամ, քանի որ շատ երկար դադարից հետո նորից նստել եմ բանաստեղծություն գրելու։ Այս տարի նոր տարվա գիշերը ձյուն չեկավ, որովհետև ես տխուր էի, և ձյունը չուզեցավ ինձ խաբի։ Անջատեցի հեռուստացույցը, հանգցրի լույսերը, և դուռը բաց թողեցի, որ նոր տարին ներս գա, առանց դուռը ծեծելու, առանց զանգ, առանց զանգուլակ, բայց նոր տարին ներս չեկավ։ Մի 10 րոպեի չափ կանգնեց միջանցքի սև մթության մեջ, հետո շուռ եկավ ու գնաց։ Կարապի լճում լողում էին 3 կարմիր կարապ։ Ես էլ գիտեմ, որ կարապները կարմիր չեն լինում, բայց դրանք կարմիր էին, վառ կարմիր, իսկ ջրից տիղ մի սուր հոտ էր գալիս։ Կողքից ֆրանսիացի ծանոթս էր, առաջին օրն էր Հայաստանում։ Ուրախացավ կարմիր կարապների վրա, նկարվեցինք դրանց հետ, բայց նկարի մեջ կարապները սպիտակ դուրս եկան։ Այս պատմությունն իրականում պատահել է, բայց եթե դուք ինձ չեք հավատում, կարող եք գնալ ու ստուգել։ Հենց այս գիշեր, Կարապի լճում, լողալու են 3 վառ կարմիր կարապ։ Ուզում եմ այնքան ձյուն գա, որ ես զարմանամ, այնքան զարմանամ, որ չկարողանամ խոսել, չկարողանամ քայլել։ Ձյունը այնքան գա, որ ծածկի ինձ լրիվ, որ ես մոռանամ, որ պետքա հաց առնեի, պետքա տուն գնայի։ Ու ես մոռանամ, որ կսառեմ կմեռնեմ, ու ես մոռանամ, որ մեռնելը վերջն է։ Էլ ինչ տուն, եթե ձյունն այնքան է գալիս, որ ծածկում է ամեն ինչ։ Էլ ինչ տուն, եթե ձյունը ծածկում է նույնիսկ թռչուններին, որ երկնքում են։ Եթե սա վերջն է, ուրեմն վերջը ավելի սիրուն է, քան ես կարծում էի։ Նավ, շատ մեծ նավ, բարձրանում քայլում էի տախտակամածի վրայով ու երջանիկ էի, բայց հետո, երբ որ նավը բարձրացրեց խարիսքն ու պետքա շարժվեր, ինձ հարցրին. «Տոմս ունես, որտեղ են ծախում ձեր տոմսերը, սպասեք մի րոպե», ասեցի, բայց ինձ չպատասխանեցին, ու նավը շարժվեց առանց ինձ։ Ես գիտեմ, այդ նավ էլ երբեք հետ չի գա, ու լաց լինելը իմաստ չունի, բայց ես հիմա հաճախ եմ լաց լինում, որովհետև արցունքներիս համը հիշացնում է ինձ հոտը, որ գալիս էր ծովից։ Էն օրը, երբ որ բարձրացել քայլում էի տախտակամածի վրայով ու երջանիկ էի։ Երկու մարդու արանքում միշտ փողոց կա, որով վազվզում են մեքենաները, ու եթե անգամ անցնես փողոցը, կտեսնես, որ արդեն ինքն էլ է անցել հակառակ մայթը։ Առնվազն 1 վայրկյան առաջ։ Այնքան եմ ուզում գնամ պարկեմ խոտերի մեջ, աչքերս փակեմ ու լաց լինեմ գոռալով,
Բայց որ պատկերացնում եմ, թե ոնց են բոլորը գալու, հավաքվելու գլխիս, թե ոնց են հիմար հարցեր տալու, հասկանում եմ, որ չէ, այս անգամ էլ չի ստացվելու, որ գնամ պարկեմ խոտերի մեջ, աչքերս փակեմ ու լաց լինեմ գոռգոռալով։ Երբ որ պուճուր էիր, քեզ թվում էր ելք կա, որ փնտրես կգտնես անպայման։ Փնտրեցիր ու գտար, այս պատը, ուղիղ քո դիմաց։ Հիմա կանգնել նայում ես դիմացդ ու գիտես, որ պատը կույր է, երբեք չի նայի քեզ, ելք չկա։ Ուղղակի մարդը, որ կողքիդ կանգնած դեռ հույսով նայում է պատին, կարող է հանկարծ հասկանա, որ պատը կույր է։ Շուռ գա ու թողնի, որ նայես իր աչքերի մեջ։ Երևանը ներվային քաղաք է, նույնիսկ փողոցում ընկած անկապ առարկաների մեջ ներվայնություն կա, մարդկանց մասին էլ չեմ ասում, ու այդ նրանից է, որ շատ կարևոր մի բան սխալ է գնում, ու այդ կարևոր բանը վերաբերում է մեր կյանքին, որ բոլորիս համար մի հատ է, իսկ սխալը տենց էլ չի ուղղվում, որովհետև հենց փորձ ես անում ուղես, միանգամից դառնում ես բոլորի ներվայնության թիրախը ու վախենում ես համբերությունը չհերիքի, մի հատի կյանքդ էլ տենց շուտ վերջանա։ With your eyes, I see in hers too. Now your eyes are red from crying. Ինչ տարօրինակ զգացողություն է, շենքերը ոնց որ ճոճվելիս լինեն, բայց հեչ վախենալու չի, ընդհակառակը ուրախ է, ամեն ինչ դարձել է սիրուն, ինչը որ ամենատխուրն էր, դարձել է ամենասիրունը, իսկ ինչը կորած էր անվերադարձ, պարզվում է ոչ էլ կորել է, ինչ որ կորած էր անվերադարձ, դուրս է գալիս առաջդ ու ասում է բարև, ասում է դու էլ հավատացիր, որ ես կորել էի անվերադարձ, հիմա տեսնում ես, որ հետ եմ եկել, հետո նայում է արցունքներիդ ու ասում է, դու հավատացել էիր, հա, որ ես կորա անվերադարձ, դու չպետք է դրան հավատայիր, հետո շուռ է գալիս ու գնում է, այս անգամ իսկականից անվերադարձ, ու շենքերը դադարում են ճոճվել, ու ոչ էլ ուրախ է, ու ոչ էլ սիրուն է, ու այն զգացողությունն է, որ սիրտդ կանգնեց արդեն անվերադարձ։ Always true, always, all the same. Գետի այն տեսակը, որ շատ եմ սիրում Հայաստանում չկա, դանդաղ ու պղտոր ոնց որ Սենան, Միրաբոյի կամուրջի վրա հիմա կանգնած լինեի, թող մարմինս ցավեր ոնց որ հիմա է ցավում, թող դեմքս թաց լիներ ոնց որ հիմա թաց, մեկը Փարիզը չէր թողնի, որ ես մահանամ։ Almost you. Մութն ընկել էր, լույսը վառեցի, բայց լույսը չվառվեց, պատուհանը բացեցի, դրսում ամեն ինչ իրա տեղում էր, մենակ դիմացի 5 հարկանի առաջին հարկի սենյակները չկային, ավելի ճիշտ սենյակները երևի կային, պատուհանները չկային, ու ես վախեցա, չնայած լավ չէի հասկանում ինչից եմ վախենում, հետո լույսը վառվեց, բայց պատուհանները առաջվա պես չկային։ Տոնի մեջ միշտ արյուն կա, ինչ որ մեկի արյունը, որ մահանում է մեր համար, մահանում է, որ լինի տոն, որ ուրախություն լինի, բայց մենք պոլիտ կոռեկտ ենք, մենք թաքցնում ենք արյունը սփռոցի տակ, մենք արյունը լցնում ենք անթափանց բանկայի մեջ ու դնում ենք Զիբիլի ամանի կողքին։ Երբ որ ես մեռնեմ քո համար, դու չլցնես իմ արյունը անթափանց բանկայի մեջ, չթաքցնես սփռոցի տակ, չդնես Զիբիլի ամանի կողքին։ Ես ուզում եմ իմ արյունը դառնա քո համար ուրախություն։ Ձեզ հետ էր Արամը, հաճելի ընթերցանություն եմ մաղթում, կհանդիպենք։
Դու ամենից շատ անմահություն ես երազում, կարդալու համար։ Լռություն, պահը բանինն է։ Գրադարանում Արամ Պաչյանի հետ։ Ամեն երկուշաբթի և ուրբաթ մեր եթերում։